Պարոն Ծառուկյան, ինչպես եք վերաբերում Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութերին, տեսանյութերից մեկում նա նաև դիմել է ձեզ։ Ինչ տեսանյութի մասին է խոսքը։ Տեսանյութերը հրապարակում, որում ուժեղ Հայաստան թեզն է ծաղրում Նիկոլ Փաշինյանը, ասում է, եթե ուժեղ եք այս արեք, այն արեք, ինչ որ բառեր գրեք։ Եթե մենք ուժեղ ենք ոչ թե ասելով, մենք ուժեղ ենք մենք արած գործերով, դա կարակ հանրությանը, ժողովրդին տարբեր ոլորտերին հարցնել։ Այսօր ասել է ծաղրելու նման, հա, պարոն Ծառուկյան, ասում է ուժեղներին է վերաբերվում, որ քարակոսը կարող եք ասել միրգ է թե կենթանի այսպիսի գրառումներ։ Լավ, տղա ջան, դու լուրջ մարդ ես, ամուսնացած ես։ Ոչ, դեռ ոչ։ Մենք այս երկրում ապրում ենք, այսօր մեր երկրի առաջ այնքան խնդիրներ են ծառացած, որ ցանկացած մարդու համար տեսնելով, որ մարդ ընտանիք ունի, երեխա ունի, ծնողներ ունի, այս պարտված, խայտարակված, խեղճացած վիճակում ժողովուրդը պարկի տակ, վարկերի տակ 2.450.000 վարկառ ունենք, որովհետեւ այս թանկությունը ամենաթանկությունը այսօր Հայաստանը, ասենք թե Վրաստանից էլ մյուս տեղից էլ ավելաց։ Երկիրը պետք է դրա մասին մտածի, ցավոտ, այմի Ծազականը Ծառուկյանը ինչ որ մանրուք թեթև բաներ լուրջ հարցեր ունեք, տվեք պատասխանեմ։ Փաշինյանը ասում է, որ ներողություն Նիկոլ Փաշինյանը երեք ուղիղ հայտարարեց, ասաց, որ եթե սահմանադրական մեծամասնություն չկազմեն, ապա պատերազմ է լինելու, ավելին հստակ ժամկետ նշեց սեպտեմբերին, ասաց աղետալի պատերազմ է լինելու։ Ինչպես Ուրեմն ձեր հարցին պատասխանեմ, իրական, բնական, հասկանալի, տեսանելի։ Այսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում։ Պատերազմը խաղաղությունը, դա ոչ թե ձևական, խոսքով, տեսական, որ ասենք ամբողջ բարձունքների ադրբեջանցի նստած թելադրանքով, էս պետք է տակ, էս պետք է կատարեք, մեր զորքերը կճանան, մեր զենք մենք չառնենք, իրենք ուժեղանան, այդտեղ խաղաղություն չկա։ Այսպես սպառնալիք է դա, ինչ է։ Դա թելադրանք է։ Իսկ ես ասեմ այսօր, եթե հնարավորություն տրվի, որ մենք որոշել լինենք, որ այդ բոլոր նախադրյալները կա, անմիջապես դա խաղաղությունը պետք է լինի երաշխավորած 3, 4, 5 հզոր ազդեցիկ պետությունների հետ որպես դաշնակից փաստաթուղթ կստորագրենք եւ ճանճը չի դզա այդ տարածքով, որը կլինի երաշխավորության խաղաղություն։ Այսօր մենք փոքր պետություն լինելով կարիք ունենք հզոր դաշնակիցներ ունենալու, մասսայական փաստաթուղթ ստորագրելու, հիմնավորելու, որ ոչ մեկը ռիսկչանի տարածքով դաժե ճանճ չէ։ Շնորհակալություն։ Այս մեկը պատասխանում եմ ու վերջ։ Ուրեմն ես ասել եմ հիմնականում այսօր որ բոլոր իմանան հանրությունն էլ դուք էլ, որ այդ հարցը չտակ։ Մեր վարչապետի տեխնազուն ոչ հներից է, ոչ նորերից է։ Դա ապագայի վարչապետ է։ Մեր երկրին այսօր պետք է գայի վարչապետ։ Ինչ ասեմ ես իմացածին դերեմ, հիներից չի լինելու, նորերից չի լինելու։ Դե հենց գա ժամանակը ըստ կարգի ամեն ինչ կասենք, այսօր մեզ պետք է ապագայի վարչապետ։